Թարախները դեմքից թափում է։ Արա ով եք դուք։ Հելելես հյուսիսայինով քայլում ես կամ հեծանիվ ես քշում։ Այդ Ռուսաստանի եկած ակցենտով չես ջոգում, հայերեն է խոսում։ Տարօրինակ մի հատ բարբարա չեմ իմանում, ասես Օրան ինձ են նայում, ոնց որ մենք պարտք ենք, սաղ կյանքները դուրս ապրել են, մեզ է ռեպլիկ են բաց թողում, ասենց 26-ին մեժում ենք 16-ին, թուրք, ես իմ տատուները տեսել ես, Արա մերժում ես մերժի, որ դու գնում ես ինչ-որ մեկի անուն ես տալի, մենք կամ շատերը գալիս են, քեզի ասում ենք սենցա նենցա, այսօր ճիշտ է լռության օր է, բայց չեմ կարողանում լռել ու այն միտքը, որ պատկերացնում ես, եթե մեր վարչապետը չանցնի, ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր Նիկոլ Փաշինյանի անունն են տվել թեկուզ մեկ անգամ։ Լուրջ եմ ասում, համաշխարհային երրորդ պատերազմը, որ արդեն սկսվել է, բայց լռության մեջ է, կսկսվի Երևանից։ Ինչ է, այդ ինչքան չարություն, թարախություն կա։ Այ ղրգած եկածներ։ Ես ընդհանրապես չեմ սիրում մարդուն վեկալել դնել, բայց ձեր երեկվա չարությունը, որ տենում եմ, կամ սոցհարթակներում։ Թուրք եք ասում, թուրքից բեթար եք։ Թուրքը այսքան վաղ ինձ վիրավորած չկա։ Ոչ մի ադրբեջանցի կոմենտներում չեմ տեսել, գա ինձ մի հատ վատ բան գրի։ Բայց իմ հայը ինչ ասես չի գրում։ Դարել եք սաղը փիլիսոփա, քաղաքակագետ, աստվածագետ, աստվածասեր ու հելնում եք քֆուր եք տալի։ Կամ մի հատ պիղծ կա ավտոմեքենայի մեջից ինչ քֆուր ասես չի տալի։ Աստծուց է խոսում, երկրորդ, երրորդ բառը 7 հարգանի քֆուրներն է։ Հիմա որ վարչապետը անցավ, ձեզ ինչ են անելու։ Ոչ մի բան, բայց եթե վարչապետը չանցավ, այն մարդկանց, ովքեր թեկուզ մեկ անգամ Փաշինյան անունն են տվել, գալու եք ձեր հենց վարչապետը դուք սենց եք ձեզ սպառում։ Իհարկե իմ կարծիքն եմ արտահայտում, մի քիչ էլ վարչապետի թույլ տվածն է։ Այդքան ժողովրդասեր պետքա չլիներ։ Մի քիչ պետք է ցույց տար, որից հետո է, որ հասկանայիք։ Չպետք է գայիք ճորթվեիք։ Գնացել եք, չգիտեմ, որտեղների ինչեր եք արել, հիմա եկել եք սենց 20-26-ին ու դեմքներիս եք նայում, սենց բան եք, մանիպուլյացիաներ եք անում, որ մարդը հելնի ձեր վրա ձեռ բարձրացնի, կամ էլ չի ստացվելու, այդ ձեր պիղծ դիվային ոգին թողեք, որտեղից որ եկել եք, մեր Հայաստանի մեջ պետք է լինի խաղաղություն, համերաշխություն և աստվածասիրություն, եղավ, մեկը մանթո գնալու եք, ձեր չար պահվածքով, դուք մանթո հեռանալու եք մեր Հայաստանից, մեր երկրի մեջ պետք է խաղաղություն լինի, ով էլ ուզում է ընտրվի, մենք հետևում ենք Հիսուսին, իսկ Հիսուսը խաղաղության Աստված է։